Կարդում եմ իմ գրածը։ Հանցավոր կոռուպցիոն սխեմա, որը ձևավորվել է քրեական, հարկային և վարչական մարմինների կողմից մեր պետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և թողտվությամբ, համակարգային ու համակարգված այդ կոռուպցիան գործում է հետևյալ մեխանիզմով. ազգային անվտանգության ծառայությունն իրականից բացի նաև շինծու դեպքով, կեղծ ապացույցներով դատարանից ստանում է բնակարանի խուզարկության թույլտվություն ու բերման է ենթարկում հանցավորից բացի նաև բազմաթիվ անմեղ քաղաքացիների։ Քննչականը կեղծ ապացույցներով հարուցում է քրեական վարույթ և անմեղ անձանց դարձնում է մեղադրյալ։ Այդ մեղադրյալի նկատմամբ քրեական այդ գործի նյութերով հարկային մարմինը վարչական ակտ ընդունելով տուկանում է մեղադրյալին, որից հետո մի հատ էլ վարչական մարմինն է վարչական ակտով տուկանում մեղադրյալին։ Քրեական վարույթը շարունակվում է և հակակոռուպցիոն դատարանը կամ ընդհանուր իրավասության դատարանը մի հատ էլ քրեական պատասխանատվության պատժի է ենթարկում մեղադրյալին։ Այս ամենը սահմանադրական կարգը տապալելը բնույթի հանցավոր ինքնիրավչություն է քաղաքացու նկատմամբ, քանի որ մեր սահմանադրությունը և օրենքները բացառում են մեղադրյալի նկատմամբ վարչական ակտ ընդունելով մեղադրյալին տուկանելու հնարավորությունը։ Արդեն տարիներով վերոնշյալ հանցավոր սխեմայով վերջապես թալանվում ու քրեորեն պատժվում են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ ու այդ ապօրինությունն իրականացնելու համար բազմաթիվ պաշտոնատար անձինք ստանում են բյուջետային աշխատավարձեր, որը կոռուպցիա է։ Հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը և հարկայինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթակա պետական մարմիններ են։ Հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և հարատևման հարգելի ժողովուրդ, դուք պետք է վարչապետ Փաշինյանից պահանջեք հրավիրել հանրահավաք, որի բանախոսները պետք է լինենք միայն ես և Փաշինյանը, իսկ ժողովուրդը կլինի դատավոր։ Ես այդ ժողովրդական դատարանում փաստերով կապացուցեմ իմ ասածը և ժողովուրդ, մենք Փաշինյանից կպահանջենք սահմանադրաօրենքային արտարադատության վերականգնում մեր պետությունում։ Դատարանների միջոցով այս ապօրինություններին օրինական լուծում տալ հնարավոր չէ, քանի որ վերոնշյալ բնույթի գործերն արդեն վաղուց հանցավոր ապօրինությամբ դատավորների կողմից համարվում են օրինական։ Ես Հայաստանի Հանրապետությունում արդեն 7 տարի արտարադատություն փնտրած ու արտարադատություն չգտած բժիշկ Գուրգեն Սարգսյանն եմ Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղից։